Մեկ բան, որ զգալու եք, երբ սկսեք ձևավորել ձեր ապահովության բարձիկը, ազատությունը չէ, հպարտությունը չէ, ոչ էլ ուրախությունն է։ Դա տխրությունն է, որովհետև ձեր ուղեղը տարիներով ուրախացել է ծախսելուց։ Հիմա դուք սկսել եք կրճատել այդ ուրախությունը եւ գտնել ինքներդ ձեզ այդ նոր միջավայրում։ Ձեր ուղեղին ժամանակ է պետք լինելու, որ տխրության միջից դուրս գա։ Այս ժամանակահատվածում դուք չեք գնելու մեծ իրեր, չեք ձևակերպելու վարկեր ու տոնեք թե իրը, թե վարկի մարումը։ Դուք հարցականի տակ եք դնելու անգամ մի բան տոնելը, որովհետև կյանքում ոչ մի բան չեք զգալու տխրությունից բացի։ Որպես նախկին ապահովության բարձիկ ձևավորող, խնայելը միշտ բարդ է ու ցավալի, քանի որ համակարգ է ստեղծվում, որին պետք է հետևել։ Տխրությունից դուրս գալու միակ միջոցը կլինի դրա միջով անցնելը։ Եթե դժոխքի միջով եք անցնում, ինչու դադարել։ Պետք է շարունակել քայլել, որպեսզի դրա միջից դուրս գալ։ Խնայելը տխուր է, ամբողջը ծախսելը նույնպես տխուր է, անգամ եթե միլիոններ եք վաստակում, որովհետև փող ունենալը միշտ կհաղթի չունենալուն։ Ընտրեք ձեր տխուրը ու տոնեք ձեր ֆինանսական ձեռքբերումները։ Մենք սովորենք տոնել նոր մեքենան, վարկի մարումը կամ այլ տեսակի ֆինանսական ձեռքբերումներ, բայց երբեք չենք տոնում ապահովության բարձիկ ունենալը։